Հաջողություններ եմ բերելու ձեզ, դրանց մասին խոսելու եմ ըստ հերթականության։ Սիրելի հետևորդներ, մի կարևոր դեպք եմ հիշել, քանի որ Ուրանի մասին եմ խոսում, այդ կարևոր դեպքը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ։ Ինչ էր, ինձ զանգեց մի աղջիկ, որը ուներ խնդիրներ, իհարկե խնդիրները կարող եմ այստեղ պարզաբանել, երեխա չունենալու հարցեր նրա մոտ, տրվեց նրա և ամուսնու ծննդյան տվյալները, դիտարկեցին քարտեզը և ահա սև լուսնի դիրքով և մնացած մոլորակային բարդ դիրքավորների արդյունքում ես նկատեցի, որ նրա մոտ երեխայի խնդիր կա, ցավալիորեն դա կարմիկ խնդիր էր և անլուծելի խնդիր էր, պարբերաբար նա հղիանում էր և այդ հղիությունից հետո ուղղակի արդյունքները այդպես բարեհաջող չէին, հերթական վիժումներ լինում։ Ինչն էր հետաքրքիր, անունը ֆիքսեցի, տարի, ամիս, օր, ժամը Եվրոպեն, հերթական իմ կանխատեսումներից և հաշվարկներից հետո հաջորդ օրը դիմում է մեկ այլ աղջիկ, դիտարկում եմ քարտեզը, նույն անունը ունի, նույն տարի, ամիս, օր, 1-2 ժամվա տարբերությամբ և գիտեք ինչն էր հարցը, նա դիմել էր ինձ նույն խնդրով, նույն երեխա չունենալու խնդրով։ Ինձ համար շոկային իրավիճակ էր, ինձ թվաց, թե ես խոսում եմ նույն անձի հետ կամ նրա երկօրյա քրոջ հետ, պարզվեց, որ այդ երկու անձիկ, այդ երկու կանայք իրար չէին էլ ճանաչում, բայց ինչն էր հետաքրքիր, որ երկուսը կրում էին նույն անունը, երկուսը ծնվել էին նույն ժամկետներում, նույն տարի, ամիս, օր, ժամը մոտավորապես 2 ժամվա տարբերությամբ և երկուսը ունեին միևնույն խնդիրը։ Այստեղից ինչ հետևություն կարող ենք անել, սիրելի հետևորդներ, ինձ երբեմն հարցնում են, արդյոք աստղերը հուշում են, բայց չեն պարտադրում։ Սիրելի հետևորդներ, ասեմ ձեզ, որ աստղերը և հուշում են, և պարտադրում, և նմանատիպ բազմաթիվ օրինակներ, որոնց մասին ես կխոսեմ ու դուք կհամոզվեք, որ այո, աստղերը հուշում են և պարտադրում են,